Ադրբեջանը ստանում է նախ մեր օգնությամբ սանկցիաներն է հաղթահարում, որը կար ընդդեմ Ադրբեջանի։ Երկար տասնյակ տարիներ Ադրբեջանը ամերիկյան սանկցիաների տակ էր եւ չէր կարող օգտվել Միացյալ Նահանգների զենքերից, այսինքն չէր կարող գնել Միացյալ Նահանգներից զենքեր կամ այնպիսի ապրանքներ, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով։ Ադրբեջանը միայն Միացյալ Նահանգներից ստացել է սահմանի ամրապնդման օգնություն, որտեղ իրենք այնտեղ դավաճառում էին, որ այ մենք Իրանի հետ սահման ունենք եւ մենք անվտանգային ահաբեկչության խնդիրներ, խնդիրներ բան, եւ այդ սոուսի տակ ստանում էին training, փող եւ որոշակի ինչ որ տեխնիկա, որը հետագայում նաեւ մենք բացահայտել էինք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ կիրառվել էր։ Այսինքն հայկական դիվանագիտությունը եթե լավ աշխատեր, այդ տրված ապրանքները Ադրբեջանին կոնկրետ արգելված էր կիրառել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ կոնֆլիկտում։ Բայց մարդիկ կիրառել են եւ մարսել են, որտեղ աշխատանք այստեղից գոյություն չունի, այստեղ պրոադրբեջանական աշխատանք։ Բայց դա էլ անցնենք։ Հիմա Ադրբեջանը զենք գնելու հնարավորություն է ստանում։ Տեսեք, բազմաթիվ նամակներ կան, բազմաթիվ բոլորը դիմում են J. Divens-ին։ Մեկը ասում է քաղբանտարկյալներին Հայաստանի ասա որ բաց թողան, լավ է անում։ Մյուսը ասում է որ այ որ գնաս Ադրբեջան, ասա հայ ռազմագերիներին ազատեն, էլի լավ է անում, բայց ես ավելի ռազմավարական հարց եմ ուզում բարձրացնել, որ Հայաստանի Հանրապետությունը բացի այն որ բնականաբար պետք է այս հարցերը բարձրացնի, բնականաբար մեր իշխանությունը չի ասի որ մենք քաղբանտարկյալներ ունենք, բայց գոնե մեր իշխանությունը կարող է ասել, որ Բաքվում մարդկանց ցմահ դատել են այս խաղաղության process-ի արդյունքներով։ Խաղաղության process-ի ընթացքում էլի դա ինչ որ խաղաղության process-ի մեջ դեսերտն է, ինչն է, չգիտեմ ինչն է, բայց դատել են ցմահ։ Այսինքն դեռ վարչապետը բանում մրցանակ աստանում Աբու Դաբիում Ալիևի հետ, բան բոլորը ուրախ խաղաղությունը արժանապատիվ է, այո, բան օրնված են նրանք ովքեր խաղաղություն են բերում, այնտեղ հաջորդ օրը Ալիևը գնում է եւ դատարանը բոլորին ցմահ դատում է։ Այսինքն բացի այն որ Հայաստանը պետք է այս հարցը բարձրացնի, այդ ուզում եմ ասել որ նաեւ դատավարությունից հետո պետական մակարդակում ոչ մի հայտարարություն ԱԳՆ-ից, բանից գոնե լավ, գոնե հասկանում եմ, ասենք գոնե sense մենք մտահոգված ենք։ Գոնե sense հայտարարություն Հայաստանը չի արել։ Չկա հայտարարություն այդ մարդկանց ցմահ դատվելու վերաբերյալ։ Ընդ որում ասել եմ ես, որ այդ մարդկանց դատավարությունը ուզում ասիրեք, ուզում չսիրեք էլի եմ ասում։ Ախր Հայաստանի վերջին 30 տարվա կյանքի մասին է։ Այնտեղ դատել են մեր վերջին 30 տարին եւ դրա հիման վրա վաղը մյուս օրը փոխհատուցում, հող, տարածք, ինչ ասես մեզանից ուզելու են։ Բայց այդտեղ տենց հա հի բասից ուրախանում են, պարում են, ուտում են, խմում են, չալաղաջս, էս պտտում են բանի շամփուրի վրա, բա նորմալ է, արեք, հա, օքեյ։ Հիմա հետ գալով ամենակարևորին, հիմա ամենակարևորն եմ ասում, թե ինչ պետքա մենք ուզենք Ամերիկայից։ Ժողովուրդ մենք պետքա Ամերիկայից ուզենք անվտանգային երաշխիքներ, որ այն զենքերը, որ Ամերիկան մեր օգնությամբ Հայաստանն է այնպես արել, որ Ադրբեջանը արդեն ազատվել է սանկցիաներից։ Այսինքն Հայաստանի աջակցությամբ Ադրբեջանը ազատվել է ռազմական սանկցիաներից եւ կարող է զենք գնել, ֆիքսեք էսի։ Որ այն ինչ որ գնում են, զինվում են Ամերիկայից հիմա էլ, չի կարող կիրառվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանը պետք է սրա վրա աշխատի։